Ալենն ասում է չկա մարդ, որ հեղափոխությունից հետո ավելի լավ չի ապրում։ 150,000 մարդ, որ իր հողում ապրում էր ու իր ակնկալիքներ ուներ, որ կգաք իրենց անկախությունը կճանաչվի միջազգայինորեն։ Եկաք, դարձել են փախստական։ Հիմա իրենք ավելի լավ են ապրում։ Ձեր պատճառով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները հիմա լավ են ապրում, իսկ գերությունից ազատվածները, Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը, որ Բաքվում դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, լավ են ապրում ավելի քան 2018-ին։ Նրանք հեղափոխությունից իրենց համար էտ էին ակնկալում ադրբեջանական բանտը, իսկ այն 10-15 հազարը, որ ձեռք բերեցին հաշմանդամություն ձեր պատճառով։ Ոչ մեկի հույսերը չի արդարացել, բայց այնուամենայնիվ լավ ապրողներ կան, ովքեր են, ասեմ, թե անգիր գիտեք։ Պատգամավորը հարց է տալիս, թե ինչպես եղավ, որ Կոնջորյան Հայկը դարձավ ՔՊ խմբակցության ղեկավար, կնոջ աշխատավարձը դարձավ 10 միլիոն, նշանակվեց փոստի տնօրեն։ Հաթաթ չկարդան, բացեք ուղիղ 100 հոգու կենսագրություն, 71 դեպուտատ, 12 նախարար, վարչապետ, փոխվարչապետ, դատախազ բան ու կարդացեք հայտարարագրերը։ Ինչ ունեին, հիմա ինչ ունեն։ Տեսեք ժողովրդի ծառաները քանի հատ տուն ու ավտո են առել հեղափոխությունից հետո, ինչքան ավանդ ունեն, ինչքան կանխիկ փող ունեն։